Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բացականներ ունենք։ Այո։ Այնտեղ ոնց են բացակայել։ Լավ, հասկացանք։ Ուրեմն անցնենք մեր դասի։ Այսօրվա մեր դասը նվիրված է Հարավ-Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկին, քանի որ մենք ցես հետ միասին ուսումնասիրում ենք Հարավ-Արևմտյան Ասիան, այսօր մենք կխոսենք երկրներից մեկի մասին։ Այդ երկիրը Վրաստանն է։ Հիմա ուզում եմ տեսնել մենք ինչ գիտենք Վրաստանի մասին։ Ձեռքեր։ Որ Վրաստանի մայրաքաղաքը Կեցես։ Ինչ գիտենք Վրաստանի մասին։ առևտրական երկիր։ Ինչ երկիր։ Առևտրական երկիր է։ Մեծ սահմանակից է։ Այո, մարդիկ գնում են այնտեղ հանգստանալու։ Ահա, ուրիշ ինչ-որ բաներ գիտենք Վրաստանի մասին։ Վրաստանը գտնվում է Սև ծովի ափին, արդյոք ինչ-որ բաներ ուզում ավելացնես։ Չես գնացել եք Վրաստան։ Հուսավ երկվող տարի անպայման կայցելես Վրաստան։ Հիմա տեսնենք, թե Վրաստանի մասին մենք ինչ պատկերացումներ ունենք եւ ինչ կարող ենք այս դասի համար սովորել։ Այստեղ ինչ-որ բան ծանոթ կա ձեզ։ Այո։ Ասա Արթուր, ինչն է այստեղ քեզ ծանոթ։ Ուտելիքները։ Ուտելիքը կոնկրետ դրոշը, ուտելիքները, ահա։ Այստեղ ինչ է։ Խինկալի, այո, համրացական։ Գինին, ահա։ Պարերը, այո, նստիր։ Տարածքը, այո, ճիշտ է, ահա։ Անցնենք առաջ։ Գիտենք փոքրիկ տեսանյութ Վրաստանի մասին եւ այնուհետեւ մեր դասը կշարունակենք։ Հիմա սկսենք մեր բուն դասի նյութի ուսումնասիրմանը, խոսենք Վրաստանի տվյալների մասին։ Այստեղ ներկայացված է Վրաստանի տարածքը 69.7 կիլոմետր քառակուսի է, բնակչությունը 3.7 միլիոն մարդ է, մայրաքաղաքը դուք նշեցիք, որ Թբիլիսին է, այո, եւ պետական կարգով խորհրդանական հանրապետություն է, այստեղ ես նշել եմ, որ նրանց նախագահը Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին է։ Այստեղ Վրաստանի դրոշն է, չէ՞, մենք տեսնում ենք Վրաստանի դրոշը, այո, որը իրենից ներկայացնում է խաչեր։ Այս այստեղ Վրաստանի զինանշանն է։ Անցնենք առաջ։ Հիմա Վրաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես քարտեզից երևում է, եւ դուք էլ նշեցիք, որ Վրաստանը գտնվում է Սև ծովի ափին, չէ՞։ Անտառապատ տարածքները Վրաստանում բավականին շատ են, ընդհանուր տարածքի 40%-ը անտառներն են կազմում Վրաստանի եւ նրանք բավականին շատ, այսպես հպարտանում են իրենց անտառներով։ Օգտակար հանածոներով ևս Վրաստանը բավականին հարուստ է, հիմնական, այսպես ընդգծված պաշարները մանգանի պաշարներ են, որը գտնվում է Ճիաթուրայում, քարածքի պաշարները գտնվում են Տղիբուլիում եւ Տղվարչելիում, երկու հնձի ու կապարի պաշարները Մարնեուլիում։ Բացի այդ, նաև Վրաստանում կան բավականին շատ շինանյութեր, քարեր, ինչպես որ Հայաստանում։ Այստեղ նկարում Տղվարչելի հանքավայրից նկարել։ Վրաստանի տարածքը բավականին հարուստ է հանքային ջրերով եւ ամենահայտնի վրացական հանքային ջուրը կոչվում է Բորժոմի, այստեղ նաև Նաբերլավի հանքային ջուրը եւ շատ կան հանքային ջրերի հիմքի վրա շատ առողջարաններ կան, առողջարան քաղաքներ, որոնք մարդկանց առողջության վերականգնման համար անգնահատելի են։ Այստեղ հանգստավայրերից Պիցունդայի նկարն է Գաբրա քաղաքից եւ Ծղալտուբոյի հանգստավայրի պատկերներից է ձեզ ներկայացված։ Հիմա տեսնենք, թե այսքան խոսեցինք, ինչ մենք մեզ համար ֆիքսեցինք։ Ինչքան է Վրաստանի տարածքը, Մարիա ջան։ 45.7 կիլոմետր։ Ահա, որն է մայրաքաղաքը արա։ Թբիլիսին, ահա, ինչպիսի պետություն է Վրաստանը, ով է ղեկավարում նրանց։ Նախագահը թե վարչապետը։ Նախագահը։ Վարչապետը խորհրդանական հանրապետություն է, ահա, որ ծովի ափին է գտնվում, ահա, որն է Վրաստանի ամենաբարձր գագաթը։
Ով կողմի Շխարը, ահա, ինչքան է բացիցում, 5068, Արամը կասի որն էր նրանց ամենաերկար գետը, Կուր գետը, այո, ինչպիսի սնուցում ունեն գետերը, Ստոր, կեցեք, հիմա անցնենք առաջ, այժմ մենք ձեզ հետ կանենք փոքրիկ գործնական աշխատանք, պատկերացրեք, որ դուք ուզում եք գնալ Վրաստան և նախապես պատրաստում եք փոքրիկ, այսպես քարտեզ, ուր գնալ Վրաստան և ինչ տեսնել։ Չէ, ենթադրենք ամառը մտածում ենք այցելենք Վրաստան, տեսնենք ինչ կարող ենք այնտեղ տեսնել, ինչ հանգստավայրեր կան, տեսարժան վայրեր կան։ Դուք առաջի խումբը այդպես կանի, երկրորդ խումբը զբոսաշրջիկներին ինչ են առաջարկում վրացիներ, այ վրացական խոհանոցից հիմնականում դուրս է գրում են ուտելիքները, են ուտեստները, որոնք իրենք առաջարկում են զբոսաշրջիկներին։ Աշխատանքի համար բերեք սահմանեք 10 րոպե ժամանակ և սկսում եք աշխատել։ Միացին էսպես աշխատել։ Դուրս եք գրում։ Այն աշխատանքի համար նախատեսված ժամանակը ավարտվեց, հիմա լսենք խմբերին հերթականությամբ առաջինը զբոսաշրջիկների օրագիրի պատրաստման խմբին և երկրորդը ուտելիքներով զբաղվող խմբին, յուրաքանչյուր խումբ ներկայացման համար ունի 3-ից 5 րոպե ժամանակ, հա, ֆիքսեն ժամանակը։ Առաջի խումբով է ներկայացնում ձեր աշխատանքը։ Վրաստանի տեսարժան վայրերից են Բաթումին, Ադամանդե կամուրջը, Փարվանա լիճը, Մայր Վրաստանը և Վրաստանը առաջարկում է տուրիստներին լայն ատրակցիոնների վայրեր։ Մենք տեսարժան վայրերից դուրս ենք գրել Վարդիայի մասին։ Վարդիան վարձում քարանձավային վանական համալիր է Վրաստանի Ախալցխա Ջավախեթի մարզում, գտնվում է Ախալցխայի շրջանում Կուր գետի հովտում, թվագրվում է 12-ից 13-րդ դարերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու։ Ռոբոթի մասին ես ասեմ, Բերդի հիմնադրման պատմությունն իր արմատներով գնում է դեպի 1578 թվական, երբ Ախալցխա քաղաքը գրավել է օսմանյան զորքերի կողմից և 1628 թվականին դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը։ Շատ լավ է։ Երկրորդ խումբը, ովքեր զբաղվել են վրացական խոհանոցով, ձեզ լսենք խմբային աշխատանքով են ներկայացնում։ Վրացական խոհանոցը ունի բազմազան ուտելիքներ։ Այո։ Նրանցից են խաչապուրին, խինգալին, համեմունքներից խմելի սուներին, սպարետեսականներից սուրուկի պաները, Մինիներ, ճիշտ է, Վրաստան հարուստ էր միներով, չուչխերի, օջախուրի, օստրի և այլ տեսներ։ Արթուրվանում ես ավելացնելու, լսենք ես։ Ճուճխելը պատրաստվում է ընկույզից և խաղովի դոշաբից, խինգալին պատրաստվում է խմորից և տավարի կամ գարան մսով։ Ճիշտ է, սիրում ես դու խինգալի։ Լավ, կեցեք, ինչ-որ բան ունենք ավելացնելու կամ դիտարկելու երկու խմբերը իրար։ Իհարկե Մարիա ջան, ավելացրու։ Աջիկան և լոբյոնել են հանդիսանում վրացական ուտելիք, աջիկան պատրաստվում է լոբիդից և կարմիր պղպեղից, իսկ լոբյան հանդիսանում է վրացական ավանդական ուտեստ, որը պատրաստվում է լոբու տարբեր տեսակներից։ Կեցես, այո, նստիր։ Այժմ փորձենք, ամփոփենք մեր այսօրվա դասի ընթացքում ձեր բերած գիտելիքները փոքրիկ աշխատանքի շնորհիվ։ Այստեղ կապույտ թղթիկների վրա գրված են հարցեր, գալիս են, մոտենում ենք, վերցնում ենք հարց և վերցնում ենք
Վրաստանի վարչական մարզերից, շրջաններից մեկը պատասխանում ենք հարցին և համապատասխան տեղում կպցնում ենք։ Արա, համեցեք։ Թվարկեք Վրաստանում մի քանի լիճ։ Փարվանա, Տղասկույն։ Տղասկույն, ահա, ընտրում ես մի հատ այդտեղից։ Կապ չունի որը։ Հա, կապ չունի, ոչ մի կապ չունի։ Հաջորդը։ Ինչ օգտակար հանածոներ ունի Վրաստանը։ Վրաստանի օգտակար հանածոներից են հանքային ջուրը, մանգանը, պղինձը, քարածուխը և տարբեր տեսակի շինանյութեր։ Ճիշտ է, ահա, ընտրում ես։ Այլ ներիմանք։ Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսի։ Կեցես, ահա։ Արդի մոտեցիր, արագ, արագ։ Որ պետություններին են սահմանակից Վրաստանի։ Վրաստանը, ահա, Թուրքիա, ապրես, Ադրբեջան, Հայաստան, Լիվան, Ռուսաստան։ ահա, Ռուսաստան, կեցես։ Հաջորդը։ Որ ծովի ափին է գտնվում Վրաստանի սև։ Մարիա ջան, համեցի։ Որքան է Վրաստանի բնակչությունը 3.7 Միլիոն։ Արամ։ Որն է Վրաստանի ամենահայտնի և երկար գետը։ Ուր գետը։ Կեցես։ Արի։ Որն է Վրաստանի ամենաբարձր Շախարը 5068 մետր։ Կեցես։ Ինչ լեռներ են տարածում Վրաստանի տարածքում։ Որ լեռնային համակարգերն են։ Ով կօգնի։ Մեծ և փոքր կովկասյան լեռներ, այո, վերցնում ենք այնտեղից։ Հաջորդը։ Արթուր։ Ինչպես կբնութագրես Վրաստանը աշխարհագրական դիրքը։ Վրաստանի աշխարհագրական բարենպաստ է դիրքը, թե ոչ։ Այո, բարենպաստ երկիր է։ Բարենպաստ աշխարհագրական Դիրք ունի։ ահա, ինչով է դա պայմանավորված։ Ով կօգնի Անգելինա։ Հիմնական աշխարհագրական դիրքի գնահատումը որոշվում է երկու կարևոր պայմաններով, դրանցից մեկն է զարգացած հարևաններ ունենալը, երկրորդը ինչ-որ ծովի կամ օվկիանոսի հետ ունենալ սահման։ Վրաստանը ունի երկրորդ պայմանը, նա ունի Սև ծովի հետ անմիջական Այո, և դեպի Սև ծով։ Արթուր ջան, վերցնում ես, ահա։ Ելենա, մոտեցիր։ Որքան է անդրադարձած տարածքների չափը, սովորական շատ մոտ 40%-ը Անտառներ են, ճիշտ է։ Մարիա ջան, դու էլ մոտեցիր։ Վերցրու հարցը։
Վրաստանի տարածքը 69.7 կմ²։ Ահա, հիմա քանի որ մեր վարչական մարզերը ստացվեց, դու մակագրություններ ես անում Վրաստանի սահմանակից երկրները։ Հյուսիսում որն է սահմանակից արամ։ Որ երկիրն է հյուսիսից սահմանը։ Ռուսաստան, ահա։ Արևմուտքը Սերբիա, ահա, տեսեք Մարիան ճիշտ է կատարում առաջադրանքը, ահա։ Հարավից Հայաստան, Ադրբեջան, այո, ահա։ Մեր քարտեզը կարծես ստացվեց։ Ադրբեջան։ Շատ ապրես Մարիա ջան։ Հիմա փորձենք մեր դասը ամբողջությամբ ամփոփել եւ ամփոփման համար դուք կատարում եք գնահատում։ Իհարկե այսօր մենք կկատարենք ինքնագնահատում։ Մենք ձեզ հետ միշտ օգտագործել ենք գնահատման արի մեթոդը, դուք ծանոթ եք մեթոդին։ Հիմա ես կփոխանցեմ ձեզ եւ կատարում ենք ինքնագնահատում։ Վերևում գրում ենք ձեր անուն ազգանունը եւ ինքնագնահատում եք